Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է Թեքյան կենտրոնում Շուշվա անհերքելի փաստեր վավերագրական կինոն նշանց տվալ 786 տարի առաջ Օծվալա Գանձասարա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 108 տարի առաջ այսօրը Արցախահայությունը ձևավորել է Ուրան Պերվի ժողովրդական կառավարությունը Յուղունոլուքի Սուրբ Աստվածածին եկեղեցի Մուսալերան պատմական ժառանգությունը ամերիկան հրթիռային հարվածը հասցրել Իրանը Լարակ կղզուն Լիբանանաբանակը հայտարարում ավեր իզրայելական զինուժը կրակապեցրել հարավում տեղակայվող ստորաբաժանումների ուղղությունով Արձախ անվան մեկնաբանության հիմքերի աշտարարությունն Խարբերդում անցկացվել է հայկական ժողովրդական պայերի աշխատաժողովը Հուլիսի 17-ին Թեքյան կենտրոնում Շուշի անհերքելի փաստեր վավերագրական կինոյի ցուցադրությունն այլեր վերը համախմբած այլեր պատմությունով մշակութով ազգային ժառանգությունով հետաքրքրվող մխլա այցելուների կինո ներկայացնում Շուշվա բազմադարյա պատմությունը հիմնվել է պատմական սկզբնաղբյուրների փաստաթղթերի ու գիտական ուսումնասիրություններին իրան ստեղծագործությունը փաստարկված ձևով անդրադառնում է քաղաքի կազմավորման պատմության ու մշակութային հոգևոր նշանակությանը հունց նաև հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը ցուցադրության յետը կինոյի ռեժիսոր ու օպերատոր Գևորգ Ղազարյանը շնորհակալություն հայտնել ներկաներին ընդգծել վեր նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունի պատմական ճշմարտության հանրայնացման ու ապագա սերունդներին փոխանցելի գործումը կինոյի սցենարի հեղինակն Արսեն Մելիք Շահնազարովը գլխավոր խորհրդատուներն են Վալերի Ավանեսյանը, Արտակ Մաղալյանը, խմբագիրները Ժանա Ներսիսյանն, Վաչագան Փահլևանյանը Հուլիսի 22-ին 786 տարի ալրանում Գանձասարա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծմանը ետը վեր է տեղի ունեցել 1240 թվականի Վարդավառատոնին։ Հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցների համարվող տաճարը սարքվել է Արցախաներքի Խաչանա իշխան իշխանոց իշխան Հասան Ջալալ Դոլայի նախաձեռնությունով 1216-1236 թվականներին։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայությունով օծման հանդիսավորողությանը մասնակցան Արցախակաթողիկոս Ներսեսը, բազմաթիվ եպիսկոպոսներ ու շուրջ 700 քահանա։ Հասան Ջալալ Դոլան անձամբ ընդունել հյուրասիրյալ ներկաններին տոնը վերածելով համահայկական նշանակության իրադարձության։ 1918 թվականի հուլիսի 22-ին Շուշիում գումարվել է Արցախահայության առաջին համագումարը վերը կարևոր քայլ է տրել տարածաշրջանի քաղաքական ինքնակազմակերպման գործընթացում։ Համագումարը վերի մասնակցելիսին Արցախաներկայացուցիչները ընտրել 7 անդամից կազմված Արցախաժողովրդական կառավարությունը երկրի կառավարում իրականացնելու նպատակով։ Պատմական աղբյուրների համաձայն համագումարը հայտարարել էր վեր Արցախը Հայաստան Հանրապետության անբաժանելի մասն է Իրան գործունեությունը կառուցելու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա միաժամանակ նպատակ ունենալով միավորել Հայաստանը Հանրապետությանը։ Ժամանակի մամուլում հրապարակվան տեղեկություններ, որոնց համաձայն Արցախը հայտարարել է Իրան անկախ քաղաքական կարգավիճակի մասին հրաժարվելով մտնել նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ, այս իրադարձությունները կարևոր տեղ են զբաղեցնում Արցախի նորագույն պատմության մեջ, արտացոլելով Արցախահայության քաղաքական կազմակերպվածության ինքնակառավարման ձգտումները։ Օկուպացված Արևմտյան Հայաստանը Մուսալերան լանջերի ներկայիս Հաթայի նահանգի Սամանդաղի շրջանի Յուղունոլու գյուղում գտնվում է հայկական պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերահայտնի է Ուրան բացառիկ ճարտարապետական ճակատագրավը։ Եկեղեցին կառուցվել է 1634 թվականին, իսկ 1812-ին ենթարկվել է հիմնանորոգման։ Պահպանված արձանագրությունն քարե զարդաքանդակները վկայում են նաև 1896 թվականի վերանորոգումների մասին։ 1939 թվականին վեր Հաթայի միացվել է Թուրքիային, շրջանի հայ բնակչության մեծ մասը հարկադրված լոքալա հայրենի բնակավայրերը։ Իրանց փոխարեն շենումը բնակություն հաստատալ թուրքմեններ, վերնախ եկեղեցին օգտագործան որպես մզկիթ, իսկ 1940-ականներին պատմական եկեղեցու վերևում կառուցալն բետոնե մզկիթ։ Արդյունքում ձևավորվել է եզակի կառույց վերը հայտնի է ստորում եկեղեցի վերևում մզկիթ անվանումով։ Յուղունոլուքը նաև առանձնահատուկ տեղազբաղեցնում հայ ժողովրդի պատմության մեջին 1915 թվականի հայերի ցեղասպանության վխտեն շենի բնակիչները հարևան հայկական շեներին հետ միասին ապաստանալն Մուսալերան երան։ Իրանա-իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցված Tasnim News գործակալության հաղորդումով չորեքշաբթի ամերիկան հրթիռային հարվածը հասցրել Պարսիստոցի Լարակ կղզուն։ Տեղի բնակիչների վկայությունով կղզու մերձակայքում լսվել է հզոր պայթյուն։ Tasnim-ի տեղեկացումով Իրանի իշխանությունները գնահատում են հարձակման հետևանքները ճշտում հարվածի հասցման վայրը ու հնարավոր վնասների ծավալը։ Պաշտոնական տվյալներ առայժմ հրապարակվել չեն օգտագործված զինատեսակի տարածակման կամ հասցված վնասների վերաբերյալ։ Ամերիկայի կողմից հարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունը այս պահին հրապարակվել չի։
Լիբանանաբանակը հայտնալավ էր Իսրայելի զինված ուժերը կրակնպեցրալ երկրի հարավում տեղակայվող լիբանանյան ստորաբաժանումների մերձակայքում այս պահին վեր դրանք տեղակայվում էին այսպես կոչված փորձնական գոտում, շտեղից Իսրայելը պիտի դուրս բերի ուրանուժերը Ամերիկայի աջակցությունով ձեռք բերված համաձայնության համաձայն։ Բանակի հաղորդագրության համաձայն Զավթար Ալ-Ղարիբիե բնակավայրի շրջանում իրականացվող տեղակայման ընթացքում իսրայելական զինուժը կրակապեցրել լիբանանյան ստորաբաժանումների հարևանությունները։ Լիբանանաբանակը նշալավ էր միջադեպը կարեխ խոչընդոտ է փորձնական գոտիներում տեղակայման ծրագրի իրականացման։ Յուրաքանչյուրին իսրայելաբանակը հաստատալ կրակպեցների փաստը պնդելով էր լիբանանյան զինվորականները բուլդոզերի ուղեկցությունով հատան նախապես համաձայնեցված սահմանային գոտին։ Քրմական ավանդույթի համաձայն Մասիսը դիտվում է որպես արարման կենտրոն կամ առաջնային էներգետիկ առանցք։ Այդ պատկերացման շրջանակում Արցախ անվան մեկնաբանությունը ստանում է յուրահատուկ ներքին տրամաբանություն։ Այս համակարգում աշխարհը բաժանավեշտ է քաղաքական կամ աշխարհագրական սահմաններով, այլ սրբազան ուղղություններով։ Կենտրոն Մասիս, աջ ոլորտ, ձախ ոլորտ։ Այս մոտեցումով Արցախը ներկայացվում է ոչ թե որպես բառի տառային վերծանում, այլ որպես ուղղության անվանում՝ Ար-Ձախ, այսինքն արարման վայրից ձախ ընկած կողմ կամ արարչական կենտրոնի ձախ թևում գտնվող աշխարհ։ Ըստ այս պատկերացման ձախ հասկացությունը կրում է ոչ թե աշխարհագրական, այլ խորհրդանշական ու էներգետիկ նշանակություն։ Քրմական տիեզերաբանական համակարգում արարման կենտրոն սկզբնաղբյուր, աջ արարչական ակտիվ կամ արարական հոսք, ձախ արարչական ընդունող կամ պահպանող հոսք։ Այս մեկնաբանությունով Արցախը դիտարկվում է ոչ միայն որպես տարածքի անվանում, այլ որպես որոշակի գործառույթ ունեցող հատված արարչական համակարգում։ Օկուպացված Արևմտյան Հայաստանը Խարբերդում կազմակերպվել է հայկական ժողովրդական պայերի աշխատաժողովը, որի նպատակն էր վերակենդանացնել ու հայրենի հողում վերականգնել հայկական մշակութային արմատները։ Մասնակիցներին ուսուցանվան հայկական ավանդական պարեր Գյովն, Թամզարա եւ Մշո Քոչարի։ Աշխատաժողովին վաղտը հնչալ նաեւ Խարբերդա Թամզարան, Ջոն Բերբերյանի, Մալ Բարսմանյանի, Բրյուս Գիգարջյանի եւ Ռոն Թութունջյանի կատարումով։ Միջոցառումը իրականացվել է ֆրանսիական Երգիր հասարակական կազմակերպության նախաձեռնությունով, նպատակ ունենալով պահպանել, փոխանցել ու պատմական հայրենիքում վերակենդանացնել հայկական ժողովրդական պարային ժառանգությունը։ Սիրելի հայրենակիցներ, սովորույթ այսքանը պատրաստալա պրիկուշադրության հետ իպանկացիք։